Ուրեմն 2022 թվականի օգոստոսի 20-ին երեկոյան հերթական անգամ տղաս դուրս եկավ հեծանիվ քշելու։ Ես էլ ինչը շատ կարծում եմ ոչ պատահական այդ ոչ պատահական խորհուրդը, որովհետև պատրաստվում էի ճամպրուկս էի հավաքում գնալ ուսուցիչների վերապատրաստման որպես մասնագետ, որպեսզի լիքը պատանիներ հետաքրքիր բան քաղեն իմ ստեղծած աշխարհից, ու զանգ եմ ստանում շտապօգնության մեքենայի վարորդից, այնուհետև բժիշկն է խոսում շտապօգնության, որ հարցնում են Նարեկ Հովհաննիսյանի մայրն ես, արդեն հասկանալի է, որ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, ինձ պատմում են, ինչա աբսուրդը ամբողջ սկսվել է հենց այստեղից, ու ինքը գնալով մեծացել դարձել է մի հատ աբսուրդի մեծ կույտ, ուրեմն ինձ ասում են, որ երեխան մեքենան խփել է, կներեք դեպքը անընդհատ հիշելուց կարող է հուզվեմ, ասում են, որ մեքենան խփել է ձեր տղային, բայց մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, իր հետ ընդամենը վախեցել է, ու այս նախադասությունը դառնում է մինչ օրս վարորդի համար ցուցանակ, նույնիսկ եթե իրանք եկել են հիվանդանոց, տեսել են տղայիս վիճակը, տեսել են ինչ բաժին են մտնում, բայց դա դարձել է այդ ցուցանակը, մի խոսքով ես խոսում եմ տղայիս հետ, խնդրում եմ հեռախոսը փոխանցեն, ու երբ որ հարցնում եմ, ասում է գլուխս ցավում է, աչքերս ցավում է, արդեն իսկ անհանգստանալու առիթ է տալիս, եթե մեքենան խփել է, ընկել է և ցավեր ունի, նույնիսկ եթե բան չի եղել, վախեցել է, բնական է պետք է հիվանդանոց հասցնել, շտապօգնության աշխատողին խնդրում եմ, բժշկին, որ անպայման տանեն հիվանդանոց, ես տաքսի վերցնեմ և հասնեմ, կճշտեմ, որ հիվանդանոցում են, կճշտեմ ուր են, կհասնեմ իրենց, 5 րոպե հետո արդեն մեքենայի մեջ եմ, զանգահարում եմ հետ բժշկին, հարցնում եմ, որ հիվանդանոցում եք, ասում է դեպքի վայրում ենք, կներեք 15 րոպե արդեն անցել էր մինչև ես դուրս եկա, մեքենա գտա, ասում է դեպքի վայրում ենք, երեխան չի ուզում առանց ձեզ լքի վայրը, վախենում է երևի, բայց հանգիստ եղեք, բան չի եղել երեխուն, նորից նույն պատասխանը, ես հասնում եմ դեպքի վայր, մենակ տղայիս հայացքը տեսնելուց հասկանում եմ, որ նորմալ չի վիճակը, ու պնդում եմ, որ շտապ հիվանդանոց հասնենք, ընթացքում երեխան մեքենայի մեջ փսխում է ունենում, այսինքն դա արդեն ինձ համար ապացույց էր, որ ունի ուղեղի ցնցում, ինչը գուցե մի քիչ բան հնչի, դաժան հնչի, բայց ամենաշնորհակալը պիտի լինեի, որ դրանով պրծած լինեի, հասնում ենք հիվանդանոց, այնտեղ ստուգում է գնում, ու երբ որ կպնում են այդ հատվածին, որ հատվածը ցույց է տալիս, որ ցավում է, երեխան անջատվում է, ու այնտեղ արդեն գոռոցներ, պատգարակ, վերակենդանացում, սենց մի հատ շոկային կինոյի մեջ եմ հայտնվում, որտև ուղիղ 1 ժամ ես չեմ իմացել ինչ խնդիր է, ոչ ոք չէր պատասխանում ոչ մի հարցի, որտև դեռ իրանք էլ չգիտեին ինչ է կատարվում, բայց ասում են, որ գլխի հետ է խնդիրը, ժամ ու կես հետո ես ու 2 ընկերներս հեռուստատեսային աշխատող շտապ հասել են ինձ օգնության, կողքս են եղել, իրանցից մեկի հետ իջնում ենք հատուկ բաժին, որտեղ պետք է օգնենք երեխու գլուխը նկարեն, նկարելուց հետո եւս մի քանի ժամ ես այդ ապրումներով սպասում եմ, էլի ոչ մի պատասխան, պարզվում է շոկային վիճակ է երեխու մոտ, այսինքն անջատված է ուղեղը, ունի ուղեղի սալջարդ, ճզմվել է ուղեղը, և ծոծրակոսկրից մինչև վերին գանգափոս գանգոսկրի կոտրվածք, բնական է ուղեղի ցնցում, այնտեղ մանր բժշկական ուրիշ բաներ էլ կան, արուն հավաքված հատվածներ, այսինքն մի հատ սենց փունջ գլխի հետ կապված, փառք Աստծո
հրաշքով, որովհետև հենց դա բժշկի բառերն է եղել, որովհետև սեղմված հատվածը կամ պետքա վնասեր երեխու հենաշարժողական խնդիր առաջացներ, հենաշարժողական ազդակի ուղեղի, կամ պետքա վնասեր մտավորին, հրաշքով, փառք Աստծո, իմ երեխան այսօր ոտքի է, շատ առույգ, ուրախ տեսակ ունի, բայց միանգամից անցում անեմ, որ մինչ օրս հետ տրավմատիկ խնդիրներ կան, այսինքն տրավմայից առաջացած խնդիրներ, որն է հետա արյունազեղական, այսինքն հեմատոման, որ հավաքվել է արյունից, առաջացել է երկու կիստա ուղեղի վրա, որը ներծծվող տեսակ չի, այսինքն ամեն տարի ինձ նշանակել են յամեր, մի հատ այդ ապրումներն էլ որպես ծնող, որ երեխա այդ ամեն տարի պետքա դու ճառագայթ ես գլուխը, որովհետև պետքա հասկանաս այդ տրավման ինչ զարգացում ունի, մեծանում է, խնդիր առաջացնում, թե փառք Աստծո մնում է նույն վիճակում։ Դրանից բացի ճակատոսկրի դեֆորմացիա, դեֆորմացիա, գլյուկոդեֆորմացիա, վերջերս բժիշկներից մեկը ասաց, որ այդքան էլ լավ բան չի, կիստո եթե գրվում է, գլյուկոն եթե գրվում է, կներեք, բայց հանգիստ տեղի, այսինքն նորից ստանում եմ ինֆորմացիա, որ բան է, տենց հանգիստ տեղի, բայց այդքան էլ լավ բան չի, լավ իմ տեսակով ես լացող, սենց մեն որ կոտրված այդ տեսակի մարդ չեմ, նույն ձև վերաբերվում եմ տղայիս, իրան բացատրում եմ, որ ոչ մի խնդիր չկա, պինդեղի, ոտքի են կանգնում, երևի 50%, եթե բացառեմ նախախնամության, բնության, հրաշքի ֆակտորը, բժիշկների միջամտության ֆակտորը, 50% էլ այդ տեսակի շնորհիվ հանել եմ ոտքի երեխուն։ Վերակենդանացումից դուրս է գրվում ժամեր անց, մոտավորապես 7-8 ժամ անց դուրս է գրվում ու տենց բժիշկն էլ ապշած են, որ ասում է դուրս եկավ բանից, ուշքը տեղն է, բայց ծանր վիճակում է, նու որպես բան, մարկային բանով ծանր բժշկական կայուն վիճակ է մոտը, բերում ենք պալատ երեխուն ու 5 օր մնում ենք հիվանդանոցում, որից 3 օրը բացարձակ չի խոսե, բացի ման բառ ասելուց ու ամենակարևորը, երբ որ հոգեբանը հետո աշխատեց իր հետ, պարզվեց ամենաշատը նեղվել էր փակվել էր այն ֆակտորից, երկու ֆակտորից, մեկը, որ վարորդը ինքը տեսել է, որ գալիս է իր կողմ, նայել է, որ կանաչա ու շատ քիչ է մնացել, որ հասնի մայթին, մտածել է վարորդը կկանգնի, երեխայական հոգեբանությամբ եմ բացատրում, այսինքն ու չի կանգնե, վիրավորանք ուներ վարորդի նկատմամբ, երկրորդը, որ ապրելով այդ ամեն ինչը ու հասկանալով մտածել է, որ ցավ է պատճառում ինձ։ Երբ որ ես 5 օր անց գտա վարորդին քննիչների միջոցով, զանգահարել եմ ոստիկանություն, քննչական, ասում եմ հասկանում եք կողքիս սենյակում երեխա է եկել, ընկել է, ձեռքը մեծ փուշ է մտել, բորբոքվել է, ասում եմ ամբողջ ոստիկանությունը այդ սենյակում է, որովհետև մի ժամ ծնողին դրսում ստրեսի մեջ կանգնացրել են, ուզում են ճշտեն, կարող է մաման է այդ փուշը մցրել ձեր ձեռքը, այսինքն այդքան պրոֆեսիոնալ աշխատում են, էլի, որ փորձում են հասկանալ, այս երեխան գլուխ է կոտրել, վարորդը վրա երթի դեպք է տեղի ունեցել, բացարձակ ոչ զանգ, ոչ ոստիկանություն, ոչ վարորդ, դրանից հետո մեկ ժամ անց ինձ զանգում է քննիչը ու ասում է, որ այնքան լավ մարդ է, վարորդին գտել ենք, ես էլ մի քիչ սարկազմիկ հումորի սիրահար եմ, խորհուրդ եմ տալիս, որ եթե այդքան լավ մարդ է, իրանց տանը պահեն, բայց պրոֆեսիոնալ կողմից ներկայանան, հասկանամ ովքեր են և տեսնեմ ինչ աշխատանք է տեղի ունենում։ Մի խոսքով 5 օր անց վարորդը
քրոջ եւ ինչ որ ամեն անգամ ես նշելու եմ, որովհետեւ այդ կինը ես շատ ստրեսային անկայուն վիճակում էի, այսինքն ինձ պաշտպանելու համար փակվել էի շատ ու հիշում եմ ինչպես էր համարյա իր մատի աչքը մցնում business woman-ը, մինչև հասկացա, որ իմ մատերն ավելի ամուր են բայց ընդունել եմ շատ սիրալիր, նորմալ վերաբերմունք եմ ցույց տվել, այնտեղ ուրիշ խնդիրեր էլի ուզում էին ցույց տային, որ մենք կայուն մարդիկ ենք եւ որ բողոք բան չլինի, նման բաներ գնում խոսակցություն երեխայի ներկայությամբ, երբ որ նոր վիճակը դզվում էր Այդ կնոջը խնդրում եմ դուրս գա, քրոջ հետ մենակ եմ մնում եւ ասում եմ ուրա վարորդը, ուզում եմ տեսնել այդ մարդուն, որովհետեւ դեպքի վայրում էլ ինձ չի մոտեցել, բայց կարևորը դեպքի վայրը չի լքել, դա մեծ ծիճկա է եղել այս ամբողջ պատմության մեջ, ուրեմն վարորդը իմ խղճի վրա են ազդում մինչև ինձ ջղայնացնել է, ես իմ թույլ տեղն է խղճի վրա ազդելը, ուրեմն բացատրում են, որ վարորդը վախից կակազում է, խոսքի խնդիր ունի, բժիշկը նույնիսկ չգիտի, կարողանա հետո խոսել թե ոչ, ես իջնում եմ վարորդին տեսնելու, մտածում եմ, որ ոչ մեկս ապահովագրված չենք նման դեպքից ու իրոք մի պահ պատկերացնում եմ ինձ իրա տեղը, եթե երեխա խփեի, իջնում եմ հիվանդանոցի բակում գրկում եմ վարորդին, ասում եմ դուրս եկեք այդ վիճակից, եթե ես որպես մայր դուրս եմ եկել, դուք էլ ձեզ հավաքեք մինչ օրս, չնայած էլի կանեի, միշտ ասում եմ ինչ չեմ ներում դրա համար, բայց ես այդ տեսակի մարդ եմ, իրան հոգեբանական աջակցություն եմ ցուցաբերում, երբ որ ինքս ունեի դրա կարիքը, ասում եմ մի բան եմ խնդրում ուղղակի, ես իմ երեխեքին դժվարությամբ, տենց շատ մեծ փորձությունների միջով անցնելուց հետո արժանապատիվ մեծացնում եմ ու չեմ էգոցենտրիկ չեմ կենտրոնանում մենակ իմ երեխեքի վրա, ես իմ երեխեքին լիքը բանից զրկում եմ, աշխատանքովս ուրիշ երեխեքին լիքը բան տալու համար Դրանից հետո մեծ պատմության կծիկ ստեղծվելով այդ վիճակս, այսինքն այն, որ ես իրենց շատ լավ եմ վերաբերվել եւ մոտեցել, հենց դա սարքում են դրոշակ իմ դեմ, այսինքն իրենց փաստաբանը Անի Թորոսյանը ինձ հայտնում է, որ իրանք մտածել են, որ ոնց կարա մարդ երեխուն լուրջ բան եղած լինի ու մաման մեզ այդ վերաբերմունքը ցույց տա Եթե իրանք սովոր չեն մարդուն առհասարակ ոնց են վերաբերվում, ես եւ այդ կուլտուրան եւ այդ դաստիարակությունը ստացել եմ մարդուն հենց մարդ եմ, էություն եմ ընկալում, ինձ թվում է էություն բառն էլ կհասկանան ինչա նշանակում, ասեմ մեծ դժվարությամբ տարատեսակ նախադասություններով պատմություններ լսելու թե ինչ դժվար է իրենց վիճակը, մի կերպ վերցնում եմ երեխայի հիվանդանոցից դուրս գրվելու գումարը, ինչը իսկ խախտում է եղել օրենքի, որովհետև երեխան անչափահաս է, գրվել է հիվանդանոց եւ վճարովի բուժում է ստացել, նույնիսկ հասել եմ այն բանին, որ համոզել եմ բժշկին, բացատրելով, ասելով այդ մարդիկ, չգիտեմ, հարուստ մարդիկ չեն ֆինանսապես, այդպես կարծել եմ մինչև դատարան մտնելը խնդրել եմ, որ վերակենդանացման բաժանմունքի գումարը գոնե հանեն մեջից, որը արժեր պլյուս 60,000 են գումարին, թույլ չեմ տվել, որ գրեն, ինձ էլ շատ սիրել են այնտեղ, հարգել են ու ընդառաջել են առանց այդ գումարի են ներկայացրել ծախսը։ Դրանից հետո 5 օր, 1 շաբաթ երեխան տանը ես գործս հաղորդումս փակում եմ, որ կարողանամ տեր կանգնել, որովհետև զրկվել է դպրոցից, կրթությունից, մինչ օրս սպորտից,
որովհետև ռիսկը կա ճակատին հարվածելու, բացի այդ յուրաքանչյուր ծնող կարա հասկանա այդ տարիքի երեխան, երբ որ դուրս է գալիս, ինքը պետքա կոփվի, պետքա խաղա, պետքա խփեն իրար, չեմ ասում ագրեսիա որպես խաղի միջոցով, դուք պատկերացեք իմ վիճակը ամեն օր աշխատանքի տեղը, որ մտածում եմ կաղա գլխին հարվածնի, հետո ինձ ցրում եմ, հանգստացնում եմ, որ թող տղայա, պիտի կոփվի, իրան չեմ ցույց տալիս իմ ապրումները, բայց կես մարդ ես դառնում, անկեղծ եմ ասում, կես մարդ ես դառնում, երբ որ մինչ օրս, ընդամենը 5 օր առաջ էլ դպրոցից կարան զանգեն, ասեն Նարեկի մոտ գլխի պրիստուպ ա բռնել, նորից ինչ անենք, տաքսի կանչում եմ տուն, դու պիտի գործերը թողես, այսինքն մի հատ քաոսի մեջ եմ հայտնվել ու պարզվում է ինչից սկսվեց իմ դատական պրոցեսը, երբ որ դուրս գրվեցինք ու ես հայտնվեցի մենակության մեջ, երբ որ պետքա աշխատանք չունենամ, շատ ուշադիր հսկեմ իրան, դեղերը բավականին թանկարժեք դեղեր էին, ամեն օրվա դեղը, պետքա ընդուներ, մեկ էլ հիշեցի, որ մի րոպե ես, երբ որ դու լինում ես ստրեսի ու շոկի մեջ, լիքը բաներ դու անում ես մեխանիկորեն, որովհետև դա պետք է անել, ես ֆունկցիա ունեի իմ երեխուն ոտքի հանելու, այդ ֆունկցիայով շարժվում էի, մեկ էլ հիշում եմ, որ մի րոպե ես դեպքը գլխին վարորդ կա կանգնած, այսինքն իր արածի հետևանքն է ու այնքան անպատասխանատվություն կարան կրեն, լյուբո երեխայի հասկանում եք, սա չգիտեմ, մեծահասակի հանդեպ էլ չի կարելի տենց անել, բայց ոնց կարաս երեխուն առողջությանը նման վնաս տաս ու դու հանգիստ քնես, ու զանգում ասում եմ ժողովուրդ հիշում եք, որ դեպք է տեղի ունեցել, նորից լսում եմ լացեր, խղճահարություն, մեքենան ինքը տաքսի ա վարում, մեքենան պլաշատկայում ա, մեզ էլ ա դժվար, ասում եմ ինձ էլ ա դժվար, ես չեմ բան անում, դրա համար չեմ սեղմում ձեզ, դրա համար ուրիշ ձևերով չեմ մոտեցել ձեզ, մոտեցել եմ մարդկային, գոնե կարելի է հարցնել ոնց է երեխեն, ասում եմ որ դուրս ա գրվել լավ չի, այդ մեկ շոկը որ ստացա, շարունակում եմ խոսել, ասում եմ ես չեմ ստիպում ձեզ, այնքան մարդկային է մոտեցել, որ չեմ զանգում, ասում դուք պետք է սա անեք, ասում եմ հասկանում եք, զանգել եմ, ասում եմ եթե այս օրը կարող եք դուք անել, առնեք դեղը, առեք դուք, եկեք կապի լինենք, հասկանանք, ես եմ կարում առնեմ, ես առնեմ, որովհետև աշխարհն էլ փուլ գա, ես իմ երեխուն բուժում անելու եմ, ինչի գնով կլինի չքնելուս, որը մինչ օրս լինում է, ես անելու եմ դա, ու այդտեղ նորից մի հատ երկրորդ շոկ եմ ապրում, որովհետև պատասխան եմ լսում, հա ու բացատրում եմ, որ ես էլ եմ մենակ, չեմ աշխատում, երեխուն եմ ոտքի կանգնացնում, պատասխան եմ լսում, որ վայ մենակ ես ապրում, մամա չունես երեխուն պահի, դու գնաս աշխատես, իրենք արդեն իսկ դատական պրոցեսի մեջ էին, որովհետև սա քրեական գործ է, այսինքն անչափահասի քրեական դատը գնալու է, ես էլ միանում եմ իմ բողոքով, որովհետև այլ կերպ հասկանում եմ, որ չի լինի պայքարել, ու ընկնում եմ մի հատ ուրիշ պատմության մեջ, սենց մի հատ անօրեն, կծիկ, այսինքն 2 տարվա մեջ այնքան բան տեսա այդ աշխարհում, ես կարամ եւ լավ ֆիլմ նկարահանեմ, ինչի իմ մասնագիտությունն է, մանրամասն, թե դատական պրոցեսում, թե փաստաբանական կազմակերպություններում ինչա կատարվում, ինչ կարգի սրիկայություններ կարա տեղի ունենա, բայց դա լինի բան, բարի դեմքով, այն որ բանով, ճարտար լեզվով ու իրանց ամբողջ խնդիրն են, որ
նման կարգավիճակում մարդիկ կներեք, բայց բանա, տենց էդ էլ ասեմ, միայնակ մայր, երկու երեխա հիմնականում մեր երկրում, հիմնականում 70%-ը ավելի խեղճ, կոտրված, ծնողների ֆինանսից կախված, ինքնուրույն մի փոքր տոկոսն է, որ կարողանում է այդ շեմը հաղթել, ես էլ այդ տեսակն եմ, ու երբ որ այս վիճակն ու իմ այդ ինքնուրույնությունն ու պաշտպանվելու կարողությունը բախվում էր, հասկանում էին, որ մի րոպե, բայց պիտի խեղճ լինի, այս մարդին չի, խեղճ չի, բայց նաև ես շատ մենակ եմ եղել այդ պայքարում նման հարձակման դիմաց, ու ստեղ սկսում էր եւս մեկ ուրիշ բախում, ուրեմն դատարանում նորից տգիտություն թագավորությունը, այն որ իշխանություն էր այնտեղ, այսինքն վարորդ, որը մինչև վերջ ասում է ես մեղավոր չեմ, երբ որ կա տեսաձայնագրություն, ժողովուրդ, կա փորձագետ տեսաձայնագրության, գրել է էպիկրիզ, ես բոլորը բերել եմ, գրել է ինչա տեղի ունեցել մանրամասն, հիմնվելով դրա վրա, հիմնվելով իրանց փորձագիտական, կրթական օրենքներից, գոյություն ունի իմ բժիշկների գրած ինչերի միջով է անցել երեխեն, գոյություն ունի դատաբժշկի եզրակացություն, որտեղ գրած է կյանքին սպառնացող ծանր վնասվածք, նորից մանր գրած խնդիրները գլխի հետ ինչա կատարվել, այդքանից հետո ես ինչ ապացուցեմ կամ ինչի ես ընկնեմ խնդիրների մեջ, եթե այսինքն տուժող կողմը գնում է քաշքշուկների, ֆինանսական մեծ կորստի, փաստաբանները այսօր բավականին կլոր գումարից են սկսում, այսինքն 1 միլիոնից սկսած դու պիտի վճարես փաստաբանին, որը դատը հաղթելուց հետո քեզ դա չի մտնում մեջը, դա քո անձնականն է, գայր առանց փաստաբանի, հիմա ունենում ես դա, հետո պարզվում է դու այնքան փորձառություն պիտի ունենաս այդ դաշտում, հիմա ունեմ, այն ժամանակ չունեի, դրա համար սենց վիճակում էի, ուզում էինք ալի էս ինչ է կատարվում ստեղ, այնքան փորձառություն պետք է ունենաս, որ կամ երկու փաստաբան ունենաս, կամ լավ տնտղած փաստաբան ունենաս, որովհետև երկակի խաղ կարա լինի, երբ որ այդ ստրեսներից դատական ես ունեցա շատ լուրջ խնդիր, վիրահատվեցի, հենց վիրահատությանս օրը հայց է ներկայացվել իմ կողմից, որտեղ իմ ասած թվերը չի եղել, դա կոնցկվում է ճարտար լեզվով, մենք հետո քաղաքացիականով կդիմենք, ես չեմ ուզում նորից ընկնեմ դատական պրոցեսների մեջ, ես ուզում եմ, որ իմ կրած տուժը վերադարձնեն ու գիտեք ինչն է ինձ համար աբսուրդը, որ ոչ թե դա ուզում եմ անեմ, որովհետև որ ես գումար եմ կորցրել, 3 տարի անցել է կարևորի ես իմ երեխուն ոտքի եմ հանել, այլ որովհետև իմ երեխեն դեռ ունի բուժման կարիք ու ինձ պետք է պատասխանատվություն կրել այն մարդը, որը որ վնասել է ու հասցրել է այդ վիճակի, ու այս պրոցեսը վերածվում է այնքան լկտիության, որ վերջում նորից վարորդը ճանաչվում է մեղավոր, պարզադեպ չափ կա, չեն կարա չճանաչեն մեղավոր, որովհետև իրոք չափ կա, փոխհատուցվում է ամբողջ այս վնասի վնասը, գնահատվում է 400,000 դրամ, կներեք, ինչ-որ մարդկանց համար դա կարող է մեծ գումար հնչի, բայց այդ 400,000-ը նման խնդրի համար և իմ ծախսերի համար, որ տեղի է ունեցել 2 տարում, երևի մենակ դատական պրոցեսի վրա եմ ծախսել այդ 400,000-ը, իմ նյարդերը քայքայելով, տաքսիներին վճարելով, որտև շատ սիրուն վայրերում են ընտրում, ու հասկացա, որ ուղղակի ես կորցրեցի 2 տարի ժամանակ, կորցրեցի լիքը առողջություն,
իզուր ոչ մի բանի համար ու իմ պահանջը եղել է, որ վարորդին զրկեն վարորդական իրավունքից, որովհետև իմ համար, եթե ինքը սկզբից մարդ էր, ով յուրաքանչյուրի հետ կարող էր տեղի ունենալ այդ դեպքը, վերջում ինքը ինձ համար դարձավ բացահայտ հանցագործ, որովհետև եթե մարդ այդքանը տեսնելով, տեսագրությունը, այս ամեն ինչը, իրան դաժե չէր հետաքրքրում երեխու վիճակը, ինքը 2 տարի անց մտել է, երեխուն նայել է, անցել է, այսինքն իրան դաժե դա չէր հետաքրքրում։ Իրան միակ խնդիրը, որ վարորդական իրավունքը տան իրան, ինքը մեքենան կարողանա հանի։ Միակ էմոցիան, որ ինքը ցույց է տվել 2 տարվա դատական պրոցեսի ընթացքում, որ տեսա մարդու մոտ էմոցիա է առաջանում, դա եղել է, երբ որ մեքենաները, որ տանում են բաց տեղը, միակ էմոցիան տեսել եմ այնտեղ, որ ուղակի հարցնում էր մեքենան երբ ենք դուրս անելու։ Ես չգիտեմ ինչի հետ գործ ունեմ ու չգիտեմ այդ նյութի հետ ոնց են վարվում, գիտեմ պաշտպանվել, գիտեմ, որ պետքա տեղ եկած դեպքում լինել դաժան, բայց այդ տիպի նյութի հետ չգիտեմ ոնց են վարվում, կներեք եթե կոպիտ է հնչում։ Վերջում ասում է, որ ես ինձ չեմ ճանաչում մեղավոր, որովհետև սա հնչում է դատարանում այս բառերը, որովհետև իմ հիշելով, եթե չեմ սխալվում, զեբրայի վրա տորմուզ տվեցի, երեխուն համարյա կպած, երեխեն վախեցավ, վախից ընկավ, կոտրվեց, էդ էլ պատասխանատվության ենթակա բան չի, զեբրայի վրա, այսինքն հետիոտնի անցման վրա, երբ որ երկուսի կանաչն էլ բաց է, վարորդը ըստ օրենքի, էմոցիաները թողնենք, պարտավոր է կանգառանի անցնեն։ Էլ ես բան չունեմ այդ մարդուն ասելու, դուրս եմ գալիս դատական վճռից հիացած ու որոշում եմ, որ ես այլևս ֆինանս չեմ ծախսի երկրորդ դատ բացելու համար, ինչքան էլ, որ ինձ պետքա դա, բայց կներեք 1 միլիոն դրամը փաստաբանին վճարելու, որ ես պետքա վճարեմ ու հետո չնչին գումար ստանամ, ես կտամ իմ երեխու առողջական խնդիրը կլուծեմ, որովհետև այստեղ իմ համար գումարի պայքար չէ, այստեղ իմ երեխու խնդիրը լուծելու պայքար է։ Որոշում եմ, որ ոչ էլ բողոքեմ, որոշում եմ հանգիստ թողնեմ, բաց թողնեմ, կպնեմ գործերիս, երեխուս առողջության գումարը սեփական ուժերով վաստակեմ, մեկ էլ ստանում եմ զանգ դատարանից, որ վարորդի կողմն է դիմել, բողոքարկել վճիռը։ Ես ձեզ մեկ անգամ ասեցի, մինչև սկսել է հաղորդումը, մեկա նույն կարծիքին եմ, երդվում եմ, ես մտածում էի, հիմա իրանց տանը տոն է, իրանք է եկեղեցում մոմ են վառում, որ այդքանով վերջացան 3 տարի վարորդականից զրկվելով 400,000 դրամով, ուղղակի փակվեց այս թեման, իրանք պետքա շնորհակալ լինեին ու ուղղակի փակվեց, որ ես վերաքննիչ դատարան բողոքարկում չտվեցի։ Պարզվում է, իրանք բողոքել են, որովհետև ուզում են ամբողջությամբ արդարացնեն վարորդին, վերցնեն վարորդական իրավունքը, որի համար ամբողջ պատմությունը մենակ դրա համար է տեղի ունենում, և ճանաչվի անմեղ։ Դուք հասկանում եք, եթե հանկարծ հիմա ես առանց բողոք եմ մտնում դատարան, որովհետև ես զիջեցի, որպեսզի ֆինանս չծախսեմ, էներգիա չծախսեմ, ևս մեկ անգամ վիրահատության չհասնեմ դատարանի այդ քաշքշուկի պատճառով, դուրս է գալիս ես համ ընկնում եմ այդ քաշքշուկի մեջ, համ ես չեմ բողոքել, այսինքն առանց իմ բողոքի այդ դատը տեղի է ունենում, նույնիսկ նամակի մեջ դատարանի գրած որ կարող եմ չներկայանալ, բայց ցանկալի է, հասկանում եք, ես հայտնվեցի մի հատ աբսուրդ վիճակի մեջ ու եթե վարորդը ճանաչվեց անմեղ, նշանակում է, ինչը այդ մարդը դաժե ինձ ապացուցեց դատարանում, որ ինքը կարա ևս մեկ անգամ անուշադրության պատճառով վրաերթ անի երեխու կամ թեկուզ մարդու էության
Այս դեպքում երեխեքի, ես մի քիչ երեխեքի պաշտպանական բանը շատ է իմ մոտ մեծ է, ուրեմն վրայի երտանի հասցնի առողջական լուրջ վնասվածքի ու ասի ես մեղավոր չեմ, ու եւս մեկ բան, սա շատ լուրջ եմ զգուշացնում, դուք պատկերացնում եք հանկարծ իր անմեղ ճանաչվելուց հետո, որովհետև ես հասկացա, որ դատարանում ինչ ուզես տեղի է ունենում, շատ կախված է դատավորի խղճից, շատ, միայն։ Դուք միամիտ պատկերացնում եք, ես միամիտ նստեմ հանկարծ իր տաքսին, որտեղ ինքը վարորդ կլինի։ Հաջորդ դատը կլինի իմը ու նույն նախադասությամբ կներեք, ես բան չարեցի, իմ հիշելով ինքը վախից կաթված ստացավ, իսկ ես տենց ունակություն ունեմ, առանց մարդուն դիպչելու, կաթվածի հասցնեմ, պատկերացրեք ես հանկարծ այսքանը անցնելուց հետո նստեմ իր վարած մեքենան, այդ արդեն դուրս կգա, որ օրենքի խախտմամբ մարդկանց դրդում են վրեժ լուծել սեփական միջոցներով, օրենքը ինչի համար է ստեղծվել, մարդիկ առաջ վրեժ էին լուծում դանակով, սուսերամարտելով, չէ, դու այդ անելով, կրակելով իրար վրա, օրենք ստեղծվեց, որպեսզի այդ բարոյական, արժանապատիվ թեմաները, որի համար մարդը մարդուն սպանում էր, ըստ օրենքի կարգավորվի։ Հիմա այսինքն օրենքը եթե արդարացնի իրան, օրենքն է ստիպում ինձ հետ գնամ դուելի, որովհետև չի կարա արդարացվի մարդ, որը առողջ երեխուն պատճառել է այս վնասում, ինձ այսքան տանջում է, այսքան